Ցանկացած նեղ մասնագետ, ով զինվում եւ հարստանում է ներքին հիվանդությունների վերաբերյալ գիտելիքներով, շատ ավելի հզոր, ուժեղ եւ էֆեկտիվ է դառնում իր գործունեությունը։ Յուրաքանչյուր բուժառու լսված լինելու կարիք ունի առաջինը։ Կա արդյոք ինչ-որ մի ցանկ, որ ոչ մի խնդիր չունեցող բուժառուն միևնույն պիտի հանձնի։ Այո, որոշակի այդպիսի ցանկ կա։ Ինչ կարող է անել թերապևտը կամ ընտանեկան բժիշկը գլխացավերը ճիշտ կառավարելու համար։ Մենք տալիս ենք օրինակ գլխացավի օրագրեր։ Ես հաճախ հանդիպում եմ մեր պրակտիկայում նույնպես սակավարյունությամբ անեմիայով պացիենտների։ Կասեմ ավելի հաճախ երկաթդեֆիցիտային վիճակ։ Սթրեսը արդյոք գործոն է եւ ինչ կերպ ենք անդրադառնում մեր առողջության վրա։ Այսօր չենք կարող երևի ունենալ մեկ օր, որը զերծ է սթրեսերից, պետք է սթրեսակայուն լինել։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդման գլխավոր գործընկերն է Կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային խնամքի բժշկական կենտրոնն է, որտեղ դուք մաքսիմալ արագ, որակով եւ բարձր պրոֆեսիոնալիզմով կստանաք ձեզ անհրաժեշտ բժշկական ախտորոշման եւ բուժման վերաբերյալ խորհրդատվությունը։ Կարդիոլաբում մեր արժեքներն են՝ որակը, բուժառուակենտրոն մոտեցումը, պրոֆեսիոնալիզմը եւ թիմային աշխատանքը։ Սիրով կսպասենք ձեզ։ Բարեկամներ, մեզ համար շատ կարևոր են ձեր դիտումները եւ տարածումները, որպեսզի մեր ալիքը կարողանա առաջընթաց ունենալ։ Եվ այդ պատճառով, եթե հավանում եք այն, ինչ անում ենք, խնդրում եմ մաքսիմալ տարածել, կիսվել ձեր ընկերների հետ, միգուցե ինչ-որ միտեղ ինչ-որ մեկին այսօրվա մեր տեսանյութը պետք է։ Շնորհակալություն աջակցության համար։ Ողջույն բարեկամներ, հուսամ լավ եք։ Ահա կրկին եկել է երեքշաբթի երեկոն եւ ձեզ հետ է Կարդիոլաբ պոդքասթը։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի զրույցներ տանենք առողջության, բարեկեցության, երկարակեցության, ինքնազարգացման եւ ինքնաճանաչողության վերաբերյալ։ Եվ ահա այս կարևորագույն կոնտեքստում ցանկանում եմ ներկայացնել այսօրվա մեր հյուրին, ով թերապևտ, գաստրոէնտերոլոգ, բժիշկ Արփինե Սիմոնյանն է։ Ողջույն Արփինե։ Ողջույն Տաթևիկ ջան, շատ ուրախ եմ այստեղ գտնվել եւ եւս մեկ անգամ շատ լավ առիթ ունենալ զրուցելու մեզ համար կարևոր թեմաների շուրջ։ Շատ շնորհակալ եմ Արփինե ջան։ Դե դու ինչպես ասում են, դարպասապահն ես, այսինքն քո մասնագիտությունը այն մասնագիտությունն է, որը առաջին օղակն է, որը ընդունում է պացիենտներին առաջին հերթին եւ փորձում է ախտորոշել, բուժել, կանխարգելել։ Կներկայացնես մեզ ինչու՞մն է կայանում քո մասնագիտության էությունը եւ ինչն է նրա առանձնահատկությունը քեզ համար։ Շատ լավ, սիրով։ Նախ երկու մասնագիտացում ունեմ, թերապևտ եմ եւ գաստրոէնտերոլոգ հեպատոլոգ։ Եթե խոսեմ թերապիայից, որը իհարկե բժշկագիտության մեջ բավականին լայն ուղղություն է, քանի որ ինչպես շատ ճիշտ նշեցիք, դարպաս է, այսպես ասած, քանի որ պացիենտը գանգատների բազմազանության պարագայում հիմնականում դիմում է թերապևտին, որպեսզի հետագայում արդեն ըստ անհրաժեշտության ուղղորդումը լինի նեղ մասնագետի մոտ։ Եվ որքան հետաքրքիր բազմազան գիտություն է թերապիան, այնքան էլ դժվար, քանի որ մաքսիմալ ամբողջական, համապարփակ, այսպես բոլոր հնարավոր կողմերից ես դիտում պացիենտին, տարբեր օրգան համակարգերի ախտահարումներ այսպես փորձել համադրելով եւ ինչ որ ախտորոշման գալով եւ իհարկե ճիշտ ուղղորդում կատարելով, որը որ շատ կարեւոր է կարծում եմ, եւ ոչ միշտ է հեշտ տրվում։ Քանի որ ինչպես ամեն օր պրակտիկայում տեսնում ենք, այն բոլոր ախտաբանությունները, որոնք տարիներ ի վեր ունեցել ենք, տեսել ենք այդ պացիենտներին վարել ենք, հիմա շատ ատիպիկ, բազմաբնույթ, բազմազան կլինիկական դրսևորումներ ունեն եւ թերապևտը բավականին մեծ կարեւոր դեր ունի կարծում եմ առհասարակ առողջապահության ոլորտում, քանի որ որակի առումով ճիշտ պացիենտին ուրեմն առաջնակի ախտորոշում կատարել եւ անհրաժեշտության դեպքում ճիշտ ուղղորդում անել
ոչ հեշտ գործ է, այսպես ասած։ Միանշանակ քեզ հետ համաձայն եմ, այսօր առավոտյան գալիս էի այստեղ եւ մտքումս մտածում էի, թե ինչի մասին ենք զրուցելու եւ ամենակարևոր հարցերից մեկը, որ մեջս առաջացել էր, դա արդյոք ամեն ինչ ստատիկ է ձեր մասնագիտության մեջ, թե իրականում շատ արագ փոփոխվում է, որովհետեւ օրինակ սրտաբանությունը վերջին 30 տարում սենց շատ ռադիկալ արմատական շիֆտ է ունեցել, այ ներքին հիվանդությունների բնագավառում ինչ իրավիճակ է տիրում, ենթադրություններ ունեմ, որ կարող է օրինակ արհեստական ինտելեկտի առկայությունը շատ լուրջ կերպով ազդեցություն է ունեցել, կպարզաբանես մի փոքր այդ մասին։ Մեր պարագայում եւս բավականին առաջընթաց ունեցող է թերապիան եւ նորությունները, փոփոխությունները կլինիկական ուղեցույցներում բավականին այսպես մեծ թափով առաջ են գնում եւ մեզ համար մի փոքր էլ ավելի բարդ է, քանի որ մենք միանվագ, միաժամանակ մի քանի տարբեր ուղղությունների նորությունները, update-երն ենք փորձում արագ վերանայել, փոփոխություններ անել եւ այլն։ Այո, մեզ մոտ եւս բավականին բուրըն ընթացք ունեն այդ փոփոխությունները։ AI-ը լավ առումով բավականին օգտակար է առօրյա պրակտիկայում, իհարկե եթե ճիշտ ձևով է կիրառվում, հատկապես էլ եմ ասում թերապիան, քանի որ շատ լայն է, մի շարք նեղ մասնագիտացումներ է իր մեջ, այսպես ասած, ամփոփում, արագ կողմնորոշվելու, որոշ դեպքերում ուղղորդում անելու պարագայում հաճախ անհրաժեշտություն է լինում դիմելու եւ գրագետ օգտվելու պարագայում AI-ից կարծում եմ արտակարգ գործիք կարող է լինել բժշկի ձեռքին։ Գիտես, ինձ միշտ գրավել է ներքին հիվանդությունների բնագավառը, ես ժամանակ առ ժամանակ մտածում եմ, որ կարելի է մի տարվա կամ կարագացված ինչ-որ կուրս վերցնել, որովհետև համոզված եմ, որ ցանկացած նեղ մասնագետ, ով զինվում եւ հարստանում է ներքին հիվանդությունների վերաբերյալ գիտելիքներով, շատ ավելի հզոր, ուժեղ եւ էֆեկտիվ է դառնում իր գործունեությունը։ Ինչ կասես։ Այո, կարծում եմ նույնիսկ շատ լավ միտք գաղափար է հետագայում կիրառելու համար նեղ մասնագետներին, այսինքն մտածելու այդ ուղղությամբ, կարճատև այսպես փոքրիկ ինչ-որ կուրս, որը որ կօգնի թարմացնել գիտելիքները, նոր, ուրեմն նորագույն ուղեցույցներին, կվարման, մեթոդիկաներին ծանոթանալ, քանի որ այո, պացիենտին հնարավոր չէ մեկ տեսանկյունից դիտարկել, ու այդ մոտեցումը գրագետ է եւ կարծում եմ հրաշալի միտք է, որովհետեւ կարդիոլոգը դիցուկ կարդիոլոգը եւ բոլոր մյուս նեղ մասնագետները կարծում եմ պետք է բավականին լավ տիրապետեն թերապևտիկ բազմազան էթնոզոլոգիաներին, էնդոկրին, պուլմոնոլոգիա, նեֆրոլոգիա, էնդոկրին, նյարդային, այսպես շատ են իհարկե, կանխարգելիչ բժշկություն եւ այլն, այնպես որ իսկապես շատ լավ գաղափար է։ Ի գործ։ Հոգեբանությունից հետո դա կանեմ։ Երկրորդ տեղում, որտեղ հիմա իմ հիմնական մեծ սերը չհաշված արհեստական բանականություն, դա հոգեբանությունն է, հետո ներքին հիվանդությունները։ Մասնագիտական սերը նկատի ունեմ։ Արփինե ջան, դու բոլորովին վերջս մի քանի օր առաջ ես վերադարձել Զալցբուրգից, որտեղ միջազգային շատ հայտնի սեմինար ես անցել ներքին հիվանդությունների վերաբերյալ։ Ինչի շուրջ էր գնում զրույցները հիմնականում եւ որոնք են թրենդային թեմաները, որոնք այսօր ակտուալ են եւ քննարկման ենթակա են։ Այո, շատ հետաքրքիր էր իսկապես, արտակարգ մեկ շաբաթյա ծրագիր էր ընտրված Դյուկի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից պատրաստված ծրագիր, ուրեմն թերապևտների եւ ընտանեկան բժիշկների համար նախատեսված եւ այնտեղ կոնցեպտում հիմնական դրված էր կանխարգելիչ բժշկությունը, այսինքն հենց ընտանեկան բժշկի պրակտիկայում ինչպես կատարել օրինակ գրագետ ձևով քաղցկեղային սկրինինգներ, ինչպես մյուս կարևոր թեմաներից, որ խիստ կարևոր է, ուզում եմ նշել դա օրինակ գլխացավերի վարումն է, թերապևտի պրակտիկայում մինչև նյարդաբանին ուղղորդելը, քանի որ ընտանեկան բժիշկը թերապևտը բավականին գործ ունի անելու, պացիենտին ճիշտ վիճակը գնահատել, ուրգենտ վիճակներից տարբերակել, որպեսզի անհրաժեշտության դեպքում ժամանակին ուղղորդի նեղ մասնագետի մոտ եւ իհարկե որոշ իրավիճակներում ֆունկցիոնալ անհրաժեշտ առաջի գծի թերապիան կատարել։ Օրինակ միգրենն է շատ
հետաքրքիր այդպես էլի ընտանեկան բժշկի վարման տեսանկյունից, ինչպես նաև այնտեղ իրենք շեշտադրում անում էին նաև ուրեմն պրեմենոպաուզայի տարիքի կանանց մոտ, քանի որ ախտանիշները բավականին բազմազան են ու շատ էլի ակտուալ խնդիր, ինչպես այս կանանց փորձել օգտակար լինել, ախտանիշները մեղմել, էլի մինչև գինեկոլոգին ուղղորդելը, եւ իհարկե շատ հետաքրքիր ինձ համար թեմա էր, ինտերակտիվ, բավականին հետաքրքիր անցավ, ինքը այսպես workshop էր, պացիենտի հետ ինտերակտիվ կոնսուլտացիա անելը, այսինքն շատ իսկապես հետաքրքիր էր, ինչպես ուրեմն հանգիստ առանց շտապելու պացիենտին լսել, չընդհատել, մաքսիմալ, քանի որ յուրաքանչյուր բուժառու լսված լինելու կարիք ունի առաջինը։ Դա շատ մեծ կարիքա, որ այսօր ցավոք այնքան էլ չի մարվում իմ կարծիքով։ Արի հերթով անցնենք դրանց վրա, բոլոր շատ հետաքրքիր թեմաներ են։ Պարտադիր սկրինինգների շարքը որոնք են կանանց համար եւ տղամարդկանց համար։ Քանի որ այնտեղ ընտանեկան բժշկության վրա է շեշտադրումն արված, այսինքն նույնիսկ ընտանեկան բժիշկը 0+, հա, պացիենտներին է ուրեմն կանխարգելիչ եւ ինչպես նաեւ պատվաստումներ եւ այլն այս ամբողջ փաթեթը ուրեմն իրականացնում, սկրինինգային հետազոտությունը շատ բազմազան ու այսպես նշեմ ամենակարևորները կանանց պարագայում իհարկե դա 45-ից հետո մամոգրաֆիկ հետազոտությունն է, իսկ 30-ից սկսած սոնոգրաֆիկ ուլտրաձայնային հետազոտությունը կրծքագեղձի քաղցկեղի որպես սկրինինգ, անպայման իհարկե այնտեղ խոսվեց թոքերի, հա, օնկոլոգիական հիվանդությունների հետ կապված, օրինակ մենք մեր պրակտիկայում հաճախ այդպես ուղղորդումներ, ես ինչքանով որ տեսնում եմ չեն լինում, բայց low dose կոմպյուտերային տոմոգրաֆիան բավականին կարևոր մեթոդ է, հաճախությամբ պիտի դա կրկնվի։ Ծխողների համար, այո, եւ մասնագիտական այլ ֆակտորներ ունեցող պացիենտների համար ներառված նույնիսկ էլեկտրոնային, հա, սիգարետների կիրառումը, վեյփինգը, փաֆեր եւ այլն, մեկ անգամ այո low dose կատեն, որը որ մինիմալ բեռնվածություն է, հա, որպես ճառագայթ օրգանիզմի համար, սակայն խիստ կարևոր է քաղցկեղի վաղաժամ փուլերի հայտնաբերման համար։ Պրոստատ քաղցկեղի մասին էր տղամարդկանց մոտ շատ կարևոր 45-ից հետո տարին մեկ անգամ PSA հանձնելը եւ իհարկե նույն այնտեղ MRI-ի մասին է շեշտադրումը, բայց իհարկե սոնոգրաֆիկ հետազոտություն գոնե էլի տարին մեկ անգամ PSA-ի հետ պարտադիր է։ Նույնիսկ եթե PSA նորմալ է։ Այո, գոնե մեկ անգամ անել, որպեսզի օրինակ ադենոման հիպերպլազիան հայտնաբերվի եւ հետագայում արդեն ուրոլոգը կորոշի այդ follow-up-ը ինչ հաճախականությամբ անել սոնոգրաֆիկ։ Այնտեղ իհարկե արգանդի վզիկի քաղցկեղի, հա, պապտեստ, ցիտոլոգիա եւ այլն, բայց քանի որ իրենց մոտ post պատվաստումային արդեն իսկ գրեթե չի հանդիպում արգանդի վզիկի քաղցկեղը, այդ առումով շատ կարճ այսպես ամփոփ խոսեցին։ Եվ այնտեղ կոլորեկտալ քաղցկեղը իհարկե, որ շատ մեծ տարածում ունի եւ իսկապես բացի ապրելակերպի այդ վնասակար էքսոգեն ֆակտորներից, նաեւ իհարկե շատ կարեւոր է ճիշտ ժամանակին ուրեմն սկրինինգային հետազոտություն անցնելը, որը որ իհարկե կոլոնոսկոպիան է 45-ից հետո իրականացվող նույնիսկ, այսինքն գործիքային մեթոդ ինվազիվ, այսպես մեր բուժառուները հաճախ շատ խուսափում են, բայց հա ցավոք, բայց իհարկե այնտեղ ոչ ինվազիվ մեթոդներ էլ կան, ֆիտ տեստը, օրինակ, immunohistochemical, այո, արվում է ոչ բոլոր տեղերում, բայց արվում է, ինքը բավականին զգայուն տեստ է եւ կարող է կիրառվել առաջնային օղակում եւ կիրառվում է, ոչ միայն կարող է, հենց ախտորոշման տեսանկյունից, իսկ եթե իհարկե ունենք անամնեզ, ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզի, կոլորեկտալ քաղցկեղի առաջին աստիճանի հարազատների մոտ իհարկե չենք սպասում մինչև 45 տարեկան, ավելի շուտ ենք սկսում ուրեմն կոլոնոսկոպիկ հետազոտություն իրականացնելը։ Այդպես երևի հիմնական քաղցկեղներին անդրադարձա։ Լավ, անցնենք գլխացավերին։ Ինչ հիմնական տեսակներ կան եւ ինչ կարող է անել թերապևտը կամ ընտանեկան բժիշկը գլխացավերը ճիշտ կառավարելու համար։ Ուրեմն գլխացավերի տեսակները ամենաշատը մեր պրակտիկայում, հա, թերապևտի ընտանեկան բժշկի պրակտիկայում հանդիպող դա հենց լարվածության տիպի գլխացավն է։
ինչպես նաև միգրենոզ, հա, միգրենոզ գլխացավերը, կլաստերային գլխացավերը, հա, եւ սրանք բավականին տարածված են ու ոչ այնքան էլ հեշտ է տարբերակի ախտորոշումը առաջնակի թերապևտի համար եւ սկսած պացիենտի մոտ տագնապի ախտանիշները ժամանակին, հա, ֆիզիկալ զննման ժամանակ հայտնաբերելուց, ինչպես նաև մենք տալիս ենք օրինակ գլխացավի օրագրեր, որպեսզի իրենք մանրամասնությամբ նկարագրեն այդ օրագրերում գլխացավի տևողությունը, սկիզբը, սաստկությունը ժամանակի մեջ, ինտենսիվությունը, հա, տրիգերները գլխացավի վրա ազդող եւ այլն ու այնտեղ բավականին կարևորություն էր տրվում նախ այդ առաջնային, հա, տարբերակմանը գրագետ, քանի որ լարվածության գլխացավի պարագայում բոլորովին պարտադիր չէ նյարդաբանի մոտ ուղղորդումը։ Հանգիստ կարելի է այդ ոչ ստերոիդ հակավոր բուքայի պրեպարատները կիրառել, որոշ դեպքերում կոգնիտիվ վարքային թերապիա եւ այլն, եւ նեղ մասնագետներին, այսպես ասած, չծանրաբեռնել այս տեսակի գլխացավերի բարումով։ Այսինքն կենսակերպը փոխելով ուղղակի, հա, կարողանանք հասնել այդ հարցին։ Այո, քնի ռեժիմը առողջ պահպանելով, հա, այսինքն 7-8 ժամ մեծահասակի համար լավ որակի քունը, ինչպես նաև այնտեղ ֆիզիկական չափավոր ակտիվությունը, պլանշետների, գadgetների օրական սահմանափակում, այո, այդ դերխնդիր։ Այո, իսկապես շատ մեծ խնդիր է այսօր ապրելակերպից սկսել ու մինչև follow-up, այսինքն եթե տագնապի նշաններ չկան, ինսուլտի, ավելի օնկոլոգիական օջախային խնդիրներ եւ այլն, կարելի է պացիենտներին վարել եւ այս փուլում ընտանեկան բժշկը հենց եւ հետեւել անպայման իհարկե եւ ոչ թե միանգամից ուղղորդում անել օրինակ նեղ մասնագետի մոտ, նյարդաբանի մոտ։ Բավականին հետաքրքիր ընթացք էր։ Իսկ միգրենի պարագայում ինչ դեր ունի թերապևտը։ Միգրենի պարագայում մի քիչ ավելի սահմանափակ էր դերը։ Ափսոս։ CBT-ն իհարկե էլի այդ վարքային կոգնիտիվ թերապիան էլի օգնում է, հա, այս առաջին անգամ ես բոտուլինոթերապիայի մասին չկա, շատ տարածված արդիական թեմա է, կարծում եմ։ Իհարկե, դա արդեն նևրոլոգի կողմից վարվող վիճակներն են, երբ հերթը հասնում է բոտուլինոթերապիա, այսինքն մյուս բոլոր մեր արսենալում եղած դեղերը էֆեկտիվ չեն, այնտեղ իհարկե բավականին այլ խմբի պրեպարատներ կան, տարբեր ուրեմն հակադեպրեսանտների շարք եւ այլն, որոնք որ կիրառելի են մինչեւ, հա, նույնիսկ երցիկլիկ հակադեպրեսանտների մասին բավականին հետաքրքիր այդպես էվիդենսի մասին խոսեցին եւ այլն, բայց ամեն դեպքում կարծում եմ բոտուլինոթերապիայի անհրաժեշտություն այս ամենը պետքա որոշվի արդեն նեղ մասնագետի կողմից, մենք այդ փուլում արդեն կարելի ասել սահմանափակ ավելի դեր ունենք, իսկ նախնական այդ ճիշտ տրիաժանել, տարբերակել, տագնապի նշաններ բացառել, ապրելակերպը փոփոխել մաքսիմալ պացիենտի քնի ռեժիմ, ֆիզիկական եւ այլն, ու պլյուս որոշ իհարկե էլի դեղորայքային միջամտություն կարելի է անել եւս թերապևտների կողմից, բայց արդեն այդ մի քիչ ավելի նեղ մասնագիտական մոտեցումները թողնում ենք նյարդաբաններին։ Այ այսպիսի հետաքրքիր հարց առաջացավ մտքումս, երբ դիմում է բուժառուն առաջնային լրիվ չհետազոտված, առաջին անգամ հետազոտության համար եկած 40 տարեկան, ենթադրենք տղամարդ կամ կին, որն է այն պարտադիր լաբորատոր քննությունների ցանկը, որ այդ անձը պիտի հանձնի ձեր կողմից առաջնային զննում անցնելու համար, կա արդյոք նման ցանկ, թե ամեն ինչը արվում է միայն ըստ ցուցումի, որովհետև ես հաճախ լսում եմ իմ բուժառուներից, որ մի հատ ցանկ ասեք ուզում ենք ամեն ինչ հանձնել, արդյոք սա ճիշտ մոտեցում է, թե արժի որոշ սահմանափակումներ դնել այս հարցում։ Ես հասկացա հարցը, այսինքն ընդհանուր առողջական վիճակի մասին պատկերացում կազմել առանց կոնսուլտացիա անելու։ Մոտավորապես պատկերացնելու համար ինչպիսի խնդիր կարող է ունենալ պացիենտը։ Միգուցե նաև ձեր կոնսուլտացիան անելով, բայց կա արդյոք ինչ-որ մի ցանկ, որ ոչ մի խնդիր չունեցող բուժառուն միևնույն պիտի հանձնի։
Այո, կանխարգելիչ տեսանկյունից կա այսպիսի ցանկ, տարբեր օրգան համակարգերի, այսպես ասած, առանձին ֆունկցիոնալ վիճակը գնահատելու համար կա իհարկե, ամենապարզ, արյան ընդհանուր անալիզ լեյկոֆորմուլա, մինչև արդեն ավելի մանրամասն բիոքիմիական հետազոտություն, բայց ես կարծում եմ ավելի գրագետ է, երբ որ ըստ տարիքի, սեռի, ըստ ժառանգական անամնեզի, ըստ վնասակար սովորությունների եւ այլն, Պերսոնալիզացված մոտեցումը ավելի գրագետ է, որպեսզի բացթողումներ չլինեն, քանի որ մենք այսպես գլոբալ կարող ենք մի մեծ ցանկ տալ պացիենտին, որոշները նույնիսկ ոչ, այսպես ասած, ինֆորմատիվ լինեն այդ պարագայում, բայց երբ որ անհատականացված մոտեցում է լինում եւ այդ ցանկը որոշվում է ըստ տվյալ բուժառուի առողջական վիճակի այդ պահին եւ իհարկե նշածս բոլոր օբյեկտիվ ֆիզիկալ զննում եւ այլն, որքան էլ գանգատ չունի, այդ ամեն ինչը համաձելով կարծում եմ այսպես ավելի գրագետ է։ Դե ընդհանուր այո, որոշակի այդպիսի ցանկ կա, որ ինչ որ սուր վիճակներ օրգանիզմի համար, այսպես ասած, ժխտելու համար, զուտ բացառելու, հա։ Այ խոսեցինք արյան ընդհանուր անալիզից։ Ես հաճախ հանդիպում եմ մեր պրակտիկայում նույնպես սակավարյունությամբ անեմիայով պացիենտների։ Ինչ դեր ունի անեմիան եւ ինչպես է ախտորոշվում եւ ինչպես է բուժվում ձեր պրակտիկայում։ Շատ լավ, մենք հաճախ ունենում ենք, նույնիսկ եթե ոչ անեմիա, կասեմ ավելի հաճախ երկաթդեֆիցիտային վիճակ կամ երկաթի լատենտ դեֆիցիտ, այսինքն երբ որ այս պացիենտները ուղղակի այո, հանձնելով որոշ նկատառումներով դա կլինի որևէ չեքափ կամ սկրինինգային, նպատակով արյան ընդհանուր անալիզ եւ մենք ունենում ենք այդ շատ բնորոշ արյան ընդհանուր անալիզի բնորոշ պատկերը, դա հիմնական MCV, MCAG, MCHC նվազեցումն է եւ իհարկե RDV-ի բարձր թվերը, այսպես շատ կլասիկ։ Եվ իհարկե անեմիան արդեն հաստատավորված հեմոգլոբինի ցուցանիշների իջեցումն է, ուրեմն եւ այս պարագայում արդեն մեր մոտեցումը լինում է ուրեմն փորձել գտնել պատճառը, քանի որ պատճառը իհարկե պատճառները շատ բազմազան են, սկսած ընդունման անբավարար լինելուց մինչև ներծծման խնդիրներ եւ իհարկե արյան կորուստ, որը որ շատ ավելի հաճախ ենք ունենում, օրինակ կանանց պարագայում առաջինը պետք է դիտարկել հենց ռեպրոդուկտիվ տարիքի կանանց շրջանում հենց արյան կորուստով, այսինքն մենստրուալ առատ ցիկլերի պարագայում ուրեմն արյան կորուստի հետևանքով առաջացող վիճակները եւ զրույցի ժամանակ ընդամենը մեկ հարց է հաճախ բավարար է լինում հասկանալու համար այս երկաթդեֆիցիտի պատճառը, բայց իհարկե ոչ միշտ է այսպես եւ հաճախ պատճառները ավելի խորն են մարսողական համակարգի տարբեր պաթոլոգիաներով պայմանավորված ատրոֆիկ գաստրիտ, բարակ աղիքային ախտահարումներ, կրոնի հիվանդություն, գլյուտենզգլյուտեն էնտերոպաթիա, ինչպես նաև շատ կարևոր է այստեղողուցքային հիվանդություններ, ստամոքսաղիքային տրակտի անպայման նշել, քանի որ օրինակ 40-ից հետո անեմիան տղամարդկանց մոտ եւ ուրեմն պոստմենոպաուզալ տարիքի կանանց մոտ միշտ պետք է մեզ մոտ այսպես այդ տագնապը լինի հետազոտել եւ գտնել պատճառը, քանի որ հաճախ պատճառները լինում են ինչպես ուռուցքային, այնպես էլ ավելի օրգանական լուրջ բորբոքային հիվանդություններ։ Դրա համար 40-ից հետո այսպես անեմիաները լրիվ այլ կերպ են վարվում, քան անեմիաները մինչև 40 տարեկան։ Պլյուս կապված է սուր է այդ անեմիան, ինչ ուղեկցող հիվանդություններ կան, տարիք պացիենտի եւ այլն։ Օրինակ մեր պրակտիկայում հատկապես սրտային անբավարարությամբ պացիենտների մոտ խորհուրդ է տրվում երկաթի դեֆիցիտը լրացնել ներերակային միջոցով։ Արդյոք սա իրականություն է բոլոր անեմիկ պացիենտների համար, թե ամեն դեպքում վերանացի ընդունումը տաբլետկաների միջոցով ավելի ճիշտ մոտեցում է։ Անեմիայի վարումը առաջին գծով հենց պերոս, ուրեմն հաբային տարբերակով է ճիշտ իրականացնել, իհարկե այդտեղ կան բացառություններ, օրինակ եթե պացիենտը ունի մալաբսորբցիա, ներծծման խնդիր, օրինակ աղների բորբոքային հիվանդության պացիենտներն են դրանք, եթե մենք ունենք քրոնիկ օրինակ երիկամային անբավարարությամբ հիվանդ, եթե մենք ունենք պերոս հաբերի անտանելիություն, ինտոլերանտություն, կարելի է այդ տարբերակին գնալ սուր անեմիաների ժամանակ, այսինքն շատ ցածր հեմոգլոբինի պարագայում բնականաբար պերոս չենք սկսի,
այս դեպքերը բացառություն, բայց եթե դիտարկենք ընդհանուր կոնտեքստում, իհարկե առաջին գծի թերապիան հենց պերորալ, ուրեմն երկաթի պրեպարատներով բուժումն է, նշածս դեպքերում իհարկե եթե չունենք այդ խնդիրները հակասությունները։ Միայն երկաթի պրեպարատի ընդունումը բավարար է, թե անհրաժեշտ է ներծծումը բարելավելու նպատակով զուգակցել։ Իհարկե վիտամին C-ն օրինակ, հա, վիտամին C-ն, ինչպես նաև վիտամին C պարունակող պրոդուկտները բավականին լավացնում են ներծծումը։ Մենք հաճախ խորհուրդ ենք տալիս, օրինակ այդ պրեպարատների հետ վիտամին C պարունակող այդպես հյութեր, ցիտրուսային, հա, մրգերի եւ այլն օգտագործել, բայց մենք ունենք այստեղ հակառակ կողմը ավելի մեզ համար խնդրահարույց, դա ներծծման խանգարումներն են, այսինքն ոչ ճիշտ դեղերի ընդունման հետ կապված, պայմանավորված սուրճի, թեյի, ինչպես նաև կաթնային պրոդուկտների եւ իհարկե թթվամարիչների, դա PPI-ների կիրառումն է, որը նվազեցնում է ներծծումը։ Սա շատ կարևոր հարց է, ինձ թվում է, որին անհրաժեշտ է անդրադառնալ, այսինքն երկաթի պրեպարատները անհրաժեշտ է ընդունել սուրճի, կաթի, թեյի ընդունումից մինիմում 2 ժամ եւ ավելի, հա։ Դրա համար հաճախ մենք օրինակ երեկոյան ժամերին ենք նշանակում, որպեսզի այդ խնդիրը չլինի, որտեղ ունենք օրինակ սուրճամոլ պացիենտներ, ում համար բավականին հաստատ։ Ինչ որ մեկին ես հիշեցի։ Ու այդ բարակայում գիշերային ընդունումներ բավականին հարմար է կազմակերպել։ Միանվագ ընդունման պրեպարատներով, այո, իհարկե։ Ոչ, նախկինում երբ ես իմ անեմյան բուժում էի, առնվազն 3 անգամ պիտի ընդունել, փաստորեն իրավիճակը փոխվել է, բավականին ինչպես այլ բնակավարներում։ Բավականին լավ վիճակ ունենք այս պահին, քանի որ այո, կարելի է եւ այդ երեկոյան ժամին ու պացիենտին այսպես խիստ չսահմանափակել իր սննդային այսպես վարքագծի մեջ, այո։ Տակրկիր է։ Արփինե ջան, եթե քեզ հարցնեի, որոնք են 3 ամենից հաճախ հանդիպող հիվանդությունները, որոնց հետ դու գործ ես ունենում, որոնք կնշեիր։ Թերապիան առհասարակ։ Այո, առայժմ թերապիայի մասին ենք խոսում, հետո կանդրադառնանք քո երկրորդ մասնագիտությանն իհարկե։ Թոքաբորբեր, շատ հաճախ, որ ունենում եմ անեմիա կամ երկաթդեֆիցիտային վիճակ, երկաթի լատենտ դեֆիցիտ շատ հաճախ, եւ երրորդը, այսպես, գոտկացավ, low back pain, էլի շատ հաճախ կարող ենք ունենալ պացիենտներ, բայց այս ցանկը իրականում շատ մեծ է, այսպես արագ փորձեցի այդ 3-ը մտաբերել, բայց էլի ունենք իհարկե գլխացավերներ են դրանք միանշանակ շատ հաճախ եւ այլն։ Թոքաբորբերի կանխարգելման համար ինչ կարելի է անել, որպեսզի մեր հանրությունը մինիմումի հասցնի։ Հավանական։ Պոտենցիալ ռիսկի ֆակտորներից, եթե խոսենք, որոնք որ մեր ձեռքերում են, կառավարելի են, կարող ենք մենք դա շտկել, դա իհարկե ծխելն է, որովհետև ինքը ծխելը հենց թոքաբորբի համար ռիսկի ֆակտոր է, հետևաբար ասում ենք ոչ ծխախոտամոլությանը դադարեցնում ենք։ Իհարկե թոքաբորբի ռիսկի խմբում են նաև իմունոսուպրեսիվ պացիենտները, դա իհարկե կառավարել թե հնարավոր չէ, ուղղակի փորձել կոմպենսացիայի բերել տվյալ քրոնիկ հիվանդությունը, հա, դա հիմնականում ռիսկի խմբում են շաքարային դիաբետ ունեցողները, քրոնիկ լյարդային երիկամային սրտային անբավարարություն ունեցողները, թքող թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, ինչպես նաև երկարատև ստերոիդային բուժում ստացող պացիենտներ, օրինակ շարքցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ եւ այլն, եւ իհարկե որ նաեւ բնածին իմուն անբավարարություն ունեցողները, այս մասով իհարկե մեր անելիքը կլինի մաքսիմալ ճիշտ ժամանակին այցելը բուժող բժշկի մոտ, որպեսզի հիվանդությունը կոմպենսացիայի փուլում լինի, իսկ այդպես էկզոգեն ֆակտոր, որ մենք էլ կարող ենք էլեկտրոնային, հա, սիգարետները եւս հանել։ Պատվաստում կա։ Այո, պատվաստումների մասին եւս կուզեմ անդրադառնալ իհարկե, պատվաստումներ, որոնք կարող են իրականացնել մեր պացիենտները, հենց գրիպ A-ի եւ B-ի պատվաստումներն են, որ իրենց պոլիկլինիկ օղակում կարող են կազմակերպել անցնել եւ շատ կարեւոր է այս մասին իրազեկելը։ Իհարկե սա միայն վիրուսային, այսպես ասած, թոքաբորբի կանխարգելում կլինի, բայց իհարկե էլի շատ կարեւոր քայլ է պնևմոկոկի պատվաստումը, հա, պնևմոկոկային եւ հիմնականում երևի թե կանխարգելման առումով այսքանը։
Իսկ ինչ կարծիքի ես իմունիտետը խթանող դեղորայքի կամ միջոցների վերաբերյալ, որ այդքան շատ սիրում է մեր ժողովուրդը։ Այո։ Ինչ կասես դրանց մասին։ Մյուս մեր խնդրահարույց թեման, այո, հաճախ երևի թե այդպիսի խորհրդատվություն օրվա մեջ չեմ ունենում, երբ անհրաժեշտ է լինում բացատրել, խոսել այս մասին, քանի որ հաճախ պացիենտները մտածում են, որ կա մի այսպիսի ոսկե պրեպարատ հապ, որը որ կարելի է խմել եւ իմունիտետի վիճակը բարձրացնել, իմուն համակարգին օգնել, խթանել եւ այլն եւ քիչ հիվանդանալ։ Ցավոք չկա այդպիսի պրեպարատ մեր լավագույն իմուն համակարգի համար անել լավագույն նշանակում է լավ բալանսավորված առողջ սնվել, ունենալ բավարար քնի ռեժիմ, առողջ որակյալ քուն 7-8 ժամ, քանի որ նաև կարևոր է քնի որակը եւ իհարկե այն ժամը, նաև քնի, ինչպես նաև ունենալ ֆիզիկական կանոնավոր ակտիվություն, ցանկացած է նախընտրելի պացիենտի համար եւ մաքսիմալ վնասակար սովորություններին հրաժեշտ տալ, ծխել ալկոհոլի օգտագործում եւ այլն։ Փոքր կխնդրեմ նաև կներես, որ այսքան շատ հարց եմ տալիս, իմ համար չափազանց հետաքրքիր է այս զրույցը, ճիշտն ասած։ Այս սթրեսի կառավարման համար ինչ կարելի է, սթրեսը արդյոք գործոն է եւ ինչ կերպ է ինքը անդրադառնում մեր առողջության վրա։ Միանշանակ, շատ լավ ինձ հիշեցիք, մոռացել էի անդրադառնալ, շատ կարևոր, քանի որ մենք այսօր չենք կարող երևի ունենալ մեկ օր, որը զերծ է սթրեսերից, պետք է սթրեսակայուն լինել, ինչպես։ Ես կարծում եմ, որ հոգեթերապիան այս հարցում բավականին կարող է օգտակար լինել, նույնիսկ եթե մենք չունենք այսպես ընդգծված, օրինակ տագնապային խանգարում, դեպրեսիա, ֆոբիկ ինչ-որ վիճակներ, հա, օնկոֆոբիա եւ այլն, եթե նույնիսկ չունենք, բայց ուզում ենք ավելի, այսպես ասած, լավ կայուն մենթալ վիճակ ունենալ, ես կարծում եմ կարելի է կանխարգելիչ, այսպես ասած, հոգեթերապիաներ ունենալ, գոնե շաբաթական մեկ անգամ կամ նույնիսկ մի քիչ հաճախ գուցե ասեցի, բայց ամիսը մեկ անգամ, որոշ դեպքերում շաբաթը մեկ անգամ ըստ անհրաժեշտության, եւ իհարկե, եթե այսպես ոչ մի քիչ ավելի մեզ շրջապատել լավ մարդկանցով, դրական էմոցիաներով, մաքսիմալ այն նեգատիվը, որը որ բխում է շրջապատից, մինիմալի հասցնել։ Կարծում եմ այսքան է։ Հոգեթերապիան իմ մտքում ինձ նմանեցնում է շատ սեփական տունը մաքուր պահելուն։ Այո։ Կամ ասենք օրինակ ինչ որ մի քո սիրելի, շատ սիրելի գործով զբաղվելուն։ Անպայման արժի դրան ժամանակ տրամադրել եւ մաքրել քո ներսը, ազատվել տարատեսակ տրիգերներից, ստրեսորներից եւ շարունակել առողջ մնալ եւ սիրելի դիտորդներ, եթե դուք լսում եք այս մասը, երբևիցե չարժե դրան վերաբերվել իբրև մի բան, որը ամոթ է։ Ես հաճախ լսում եմ բուժառուներից, որ առաջարկում եմ հոգեբանի գնալ, իրենք ասում են, ինչ եք ասում, ես ոչ մի խնդիր չունեմ։ Բոլորովին պարտադիր չի, որ դուք խնդիր ունենաք, սա ուղղակի ներսում պատշաճ կարգուկանոն եւ խաղաղություն ապահովելու համար հերթական գործիք է, մոտավորապես նման նրան, երբ դուք ասենք գնում եք ծով ապրանք ստանալու կամ օրինակ ձեր սիրելի մերսմանն եք հաճախում, այս տիպի ինչ որ մի բան է։ Այո, ճիշտ է, սիգմատիզացիան շատ մեծ է այս ոլորտում, քանի որ մենք ինքներս էլ շատ զգուշ ենք խոսում պացիենտի հետ այդ մասին, որովհետև ընկալումը հաճախ ճիշտ չի լինում, բայց իսկապես բացարձակ պարտադիր չէ ունենալ որևէ լուրջ մենթալ խնդիր կամ հոգեբուժական պաթոլոգիա դիմելու համար հոգեթերապիայի։ Այո, պետք է տունը մաքուր պահել, շատ լավ ասացիք։ Այժմ շատ կուզեմ անդրադառնալ քո եւ իմ սիրելի ոլորտին, որտեղ մեր բուժառուները հաճախ խաչվում են։ Սա լյարդի ճարպակալումն է կամ ներքին օրգանների ճարպակալումն է կամ նոր տերմինով կոչված muscle-ի հիվանդություն կամ համախտանիշ ավելի շուտ։ Կխնդրեմ մեր բուժառուների համար պարզաբանես պատճառները, այո, կանխարգելումը եւ իհարկե բուժական մոտեցումները։ Սիրով, այո, որովհետև կոնֆերանսներից մեկում շատ այսպես հրաշալի մի եզրույթ կար, հենց այսպես սահմանման ձևով, որ այսօր muscle-ին համարվում է դարի ոչ ինֆեկցիոն էպիդեմիան կամ պանդեմիան նույնիսկ, որովհետև շատ մեծ տարածում ունի եւ հաճախ այսպես ասած թերագնահատված է լինում եւ մենք ունենում ենք ուշացած դեպքեր ոչ ժամանակին ախտորոշելու եւ ճիշտ վարելու պարագայում, այսպես ասում են, ճարպակալած է լյարդը եւ վերջ։ Այստեղ կարելի ասել հաճախ թեման փակվում է, բայց
ճարպային լյարդը ուրեմն ունի բազմա ուրեմն գործոնային պատճառագիտություն ու շատ կարևոր է այս ամենը իմանալ եւ պացիենտին հետազոտել, քանի որ ոչ միայն մետաբոլիկ խնդիրներից, որը որ մեր հետաքրքրության թոփում է, muscle-ին, հա, հենց մետաբոլիկ դիսֆունկցիա ասոցիացված լյարդի ճարպային հիվանդություն, այլ նաև ճարպային լյարդի պատճառները շատ բազմազան են, դա ալկոհոլի ընդունումն է, դեղամիջոցներ կան, որոնք որ ստեատոզ են առաջացնում, հենց ձեր կարդիոլոգների պրակտիկայում հաճախ կիրառվող օրինակ ամիոդարոնը, այնտեղ տամոքսիֆենն է, գլյուկոկորտիկոստերոիդները, որոշ հակաբիոտիկներ, օրինակ տետրացիկլինային շարքը, մետոտրեքսատը եւ այլն, այսինքն դեղորայքային անամնեզին եւս կարեւոր է ուշադիր լինել, ինչպես նաեւ Վիլսոնի հիվանդությունը, հեմոխրոմատոզը, վիրուսային հեպատիտները եւ նույնիսկ հազվադեպ գենետիկ հիվանդություններ, հա, օրինակ ալֆա-1 անտիդիպսինի անբավարարություն եւ այլն։ Ուզում եմ ասեմ, շատ այս շարքը մեծ է, բազմազան է եւ կարեւոր է, որպեսզի պացիենտը ճիշտ հետազոտվի եւ այդ ճարպային լյարդի պատճառը ճիշտ իդենտիֆիկացվի, այսպես ասած։ Ինչպես է ախտորոշվում ճարպային լյարդը։ Նախ, եթե հենց մետաբոլիկ տեսանկյունից դիտարկենք որպես մետաբոլիկ պատճառագիտության ճարպային լյարդ, խիստ անհրաժեշտ է կատարել որովայնի օրգանների սոնոգրաֆիա, նախ հաստատելու համար այդ ստեատոզը եւ իհարկե երկրորդը անպայման գնահատել լյարդի ֆունկցիոնալ վիճակը, այսինքն համապատասխանաբար ալատ, ասատ, ԿԳՏ, հիմնային ֆոսֆատազա եւ այլն, ու այստեղ հիմնականը ALT-ն, AST-ն եւ GGT-ն են, որոնք որ առաջնային հենց բարձր են լինում ճարպային լյարդով պացիենտների մոտ եւ իհարկե ավելի քիչ քանակի ճարպը հայտնաբերելու համար, քանի որ սոնոգրաֆի 20-30% եւ ավել ճարպն է գնահատվում, իսկ եթե ավելի այսպես թեթև ստեատոզ գնահատել, իհարկե MRI հետազոտությունն է ամենաինֆորմատիվը եւ իհարկե ճիշտ գնահատել պացիենտի կարդիոմետաբոլիկ ռիսկի ֆակտորները, այսինքն դա շաքարային դիաբետն է, դիսլիպիդեմիան, զարկիրակային հիպերտենզիան, ճարպակալումը, ինչպես ընդհանուր ճարպակալումը, բարձր BMI, այնպես էլ իհարկե կենտրոնական, այսինքն մենք անպայման չափումներ ենք անում, դա որովայնի շրջագծի չափումն է կանանց եւ տղամարդկանց մոտ, անպայման ընդհանուր այդ լավ մետաբոլիկ պանել ասվածը, քանի որ այստեղ բավականին լայն հետազոտություններ են անհրաժեշտ իրականացնել, լիպիդային ամբողջ պրոֆիլը, գլյուկոզան, գլիկոլիզացված հեմոգլոբինը եւ լյարդի ֆունկցիոնալ փորձեր արդեն ասացի եւ այլն եւ հետեւաբար այստեղ կարելի ասել էլի բավականին լայն է հետազոտությունը ստացվում, որպեսզի մենք հանգենք այն փաստին, որ ունենք muscle-D, այսինքն ստոնոգրաֆիկ հետազոտություն եւ գոնե մեկ կարդիոմետաբոլիկ ռիսկ, օրինակ շաքարային դիաբետ եւ ստեատոզ կամ դիսլիպիդեմիա, ստեատոզ, այսինքն որևէ մեկ կարդիոմետաբոլիկ ռիսկ եւ ստեատոզը հաստատված արդեն իսկ բավարար է ախտորոշման համար։ Իսկ եթե դա կա, ինչքանով է դա անդրադառնում մեր բուժառուների պրոգնոզի վրա եւ կան արդյոք բուժական միջամտություններ, որոնք կարող են շտկել իրավիճակը։ Իհարկե, քանի որ մետաբոլիկ դիսֆունկցիոնալ լյարդի ճարպային հիվանդությունը այսպես հիմա սիստեմային է համարվում, քանի որ այս ամենի արդյունքում մենք ունենում ենք լյարդում օքսիդատիվ ստրես, միտոքոնդրիալ դիսֆունկցիա եւ քրոնիկ բորբոքում, այսպես ասած, ինչը որ լավ հիմք կարող է հանդիսանալ այլ հիվանդությունների առաջացման առումով եւ իհարկե, եթե խոսեմ վարումից, շատ կարեւոր է այն մետաբոլիկ հիվանդությունների ճիշտ կորեկցիան բուժումը, այսինքն դա հիպերտենզիան, խոլեստերինային փոխանակություն կարգավորել, հիպոտենզիվ բուժում իրականացնել, շաքարային դիաբետի կորեկցիա եւ այլն, իսկ եթե խոսենք հենց բուն լյարդի վիճակը, այսպես ասած, կանոնավորելուն, այս մասով մեր գործողությունները մի քիչ սահմանափակ են դեղորայքային բուժման տեսանկյունից, քանի որ հաստատված այսպես բուժումն ու մաշի փուլում, արդեն ստեատոհեպատիտի զարգացման փուլում, դրանք GLP-1 ագոնիստներն են եւ ռեզդիֆրանը, որոնք որ ցավոք Ռեզդիֆրան FDA հաստատված պրեպարատ է, բայց Հայաստանում գրանցված չէ եւ մենք չենք կարող կիրառել բուժել, եւ GLP-1 ագոնիստներն են, որոնք իսկապես հաստատված են մեր պացիենտների շրջանում հենց որպես ստեատոհեպատիտի բուժում, անկախ մարմնի զանգվածի ինդեքսից
Այո, անկախ, բայց քանի որ հիմնականում մեր պացիենտները overweight Ճարպակալում ունեն, հաստատ ճարպակալում եւս առաջին աշխարհում է, բայց այո, նույնիսկ եթե պացիենտը ունի ճարպակալում, իրենք ցուցված են հենց ստատոհեպատիտի բուժման մեջ, այսինքն Սա հետաքրքիր նորություն է իմ կարծիքով, չէի լսել այդպես։ Եվ առաջինը իհարկե ապրելակերպը, որը որ բոլոր կլինիկական ուղեցույցների հենց առաջին գծով այդպես վարումը, սննդակարգի փոփոխություններ, քաշի նվազեցում, հա։ Ինչ ուտել եւ ինչ չուտել, որպեսզի չունենանք ճարպային հեպատոզ եւ muscle D համախտանիշ։ Նախ սննդակարգի հետ կապված մինչև հիմա էլ այսպես ասած կարևոր ապացուցված հաստատված լավագույն սննդակարգը միջերկրածովայինն է համարվում, այսինքն մաքսիմալ սահմանափակել ճարպային մսամթերքը ճարպոտ, հա, կարմիր միսը, օզի տավարի գարան յողորտ միսը, ինչպես նաև մաքսիմալ շատ օգտագործել մրգեր բանջարեղեն, հա, եւ իհարկե այնտեղ շաքարների մասով շատ կարևոր պարզ շաքարները մինիմալի հասնել կամ հանել, տեղը դրանք փոխարինել այսպես առողջ, հա, մրգերով եւ այլն, եւ իհարկե գազավորված քաղցր հյութեր, ուրեմն արագ սնունդ եւ այլն, այսինքն բարձր կալորիականություն ունեցող պրոդուկտներ է, այսպես ասած։ Սպիտակուցի պակասը լրացնել ծովամթերքով։ Այո։ Մեր ծովափին։ Քանի որ մենք ծովափ չունենք։ Հայաստանում մեր ծովափներին Այդ առումով մոռացա նշել կարևորությունը հենց seafood-ի, բայց մենք քանի որ այդ առումով մի քիչ դժվար է մեզ այդպես լավ տեսականի ունենալ ծովամթերքի, դրա համար մի քիչ դժվարանում են մեր բուժառուները այդ անհրաժեշտ քանակը ընդունել ծովամթերքի եւ իհարկե ձիթայուղ շատ օգտագործեն։ Միանշանակ ընդեղեն, անպայման, ալկոհոլը անպայման հասցնեն մինիմալի կամ գոնե հանեն, քանի որ մենք հաճախ մեթալ-D ենք ունենում, երբ որ այդ ստեատոզի հիմքում ոչ միայն մետաբոլիկ խնդիրներն են, այլ նաև հենց ալկոհոլի օգտագործումը, այսինքն կարող է պացիենտ ունենալ միաժամանակ երկու պոտենցիալ ռիսկ եւ այդ պարագայում լյարդի ուրեմն ստեատոհեպատիտի ցիրոզի առաջացումը շատ ավելի արագ կարող է ընթանալ եւ նույնիսկ վերջին հետազոտություններն ասում են, որ muscle D-ի ֆոնին կարող է զարգանալ հեպատոցելյուլար կարցինոմա, նույնիսկ առանց նախորդող ինչ որ ցիրոզի, այո, առանց ցիրոզի միանգամից կարող է հենց առաջնային HCC զարգանալ, այնպես որ այն ռիսկի ֆակտորները, որոնք որ մեր ձեռքում են կառավարելի են, փորձենք հանել ալկոհոլը եւս։ Ցիրոզի սահմանումը փորձենք տալ մեր բուժառուների համար եւ կրկին բուժման ճանապարհ կա, թե չկա, թե երբ արդեն սկսում է, այլևս չվնասելը մնում է միակ ելքը։ Ցիրոզը լյարդի արդեն իսկ արխիտեկտոնիկայի խանգարումն է, քանի որ լյարդի արդեն ամբողջ կառուցվածքը, հա, փոփոխվում է եւ մենք ունենում ենք ֆիբրոզ, 4-րդ աստիճանի ֆիբրոզ, արդեն իսկ ցիրոտիկ փոփոխություններն են, այսինքն հիվանդության անդարձելի փուլն է, երբ մենք, այսպես ասած, այս փուլում հիմնականում մեր բուժական մոտեցումները բավական սահմանափակ են լինում, քանի որ մենք ֆիբրոզի փուլում դեռ 1-2-3 բավականին բուժում գրագետ անելու պարագայում կարող ենք ունենալ լավ արդյունքներ ցիրոզի պարագայում, մեզ մնում է ինչ անել, մաքսիմալ հանել են ֆակտորները, որոնք որ բերել են, այսինքն հենց ալկոհոլ եւ այլն եւ այդ ռիսկի ֆակտորները պոտենցիալ եւ մեր բուժումը ցիրոզի փուլում, եթե խոսեմ դեղորայքային, դա բարդությունների բուժում է, ոչ թե հիմնական բուժում, այլ բարդությունների բուժում, այսինքն արյունահոսության, վարիկոզ երակներից ասցիտ, էնցեֆալոպաթիա հեպատիկ, մի շարք այլ հիվանդություններ, այլ բարդությունների բուժումն է, այլ ոչ թե հիմնական, այսպես ասած, ցիրոզի բուժում եւ իհարկե վերջնական տարբերակը որոշ պատճառագիտության ցիրոզների պարագայում կարող է լինել լյարդի տրանսպլանտացիան, որը Հայաստանում արվում է բարեբախտաբար։ Այո, ի ուրախություն մեզ բոլորիս արդեն արվում է, այո։ Շատ հաճելի լավ նորություն է վերջին տարիներին։ Իսկապես։
Մի խնդրի մասին էլ կուզեի զրուցենք ավարտին մոտենալով մեր զրույցի, դա այսպես ասած շատ հաճախ հանդիպող գրգռված աղու համախտանիշն է, եթե ես անունը ճիշտ եմ ասում, կարող է փոխվել է, բայց մի իրավիճակ, որի ժամանակ բուժառուների մոտ ծագում են ստամոքսաղիքային տարատեսակ սիմպտոմներ, շատ սուր սիմպտոմներ, բայց որը զարմանալիորեն բուժվում է հակադեպրեսանտների ընդունումով։ Ինչ է սա եւ ինչ մեխանիզմով է առաջանում եւ որն է հարցի լուծումը։ Եթե դուք ինձ հարց տայիք, թե ստամոքսաղիքային հիվանդությունների մեջ ամենահաճախ հանդիպողները որոնք են իմ պրակտիկայում, ես կնշեի հենց այս ստամոքսաղիքային տրակտի ֆունկցիոնալ խանգարումները։ Հիմա իրանք կոչվում են այդ նոր նոմենկլատուրայով DGBI, Disorders of Gut-Brain Interaction, աղիք ուղեղ առանցքի փոխգործակցության խանգարում։ Այս մեծ խմբից մի շատ կարկառու ներկայացուցիչ արդեն դուք նշեցիք գրգռված աղու համախտանիշին, բայց իրենք բավականին բազմազան են, քանի որ մենք ունենք ֆունկցիոնալ դիսպեպսիա, նույնիսկ այրվող բերանի համախտանիշ ունենք, էպիգաստրալ ցավի համախտանիշ ֆունկցիոնալ փքվածություն, ֆունկցիոնալ փորկապություն, փորլուծություն, այսինքն կարելի է ասել կերակրափողից սկսած մինչև աղիներ, այս բոլոր օրգանները ունեն ինչպես իրենց օրգանական, այնպես էլ այդ ֆունկցիոնալ խնդիրները։ Եվ մեր պացիենտները, երիտասարդները շատ հաճախ են հանդիպում կլինիկական պրակտիկայում եւ այո, լավագույն ուրեմն մոտեցումներից մեկը պրոտոկոլային հենց հաճախ հակադեպրեսանտների, անքսիոլիտիկների որոշ դեպքերում կիրառումն է, իհարկե համադրելով կամ գոնե սկսելով հոգեթերապիայից, հենց այդ CBT-ն, կոգնիտիվ վարքային թերապիան բավականին էֆեկտիվ միջոց է ֆունկցիոնալ խանգարումները բուժելիս եւ իհարկե որոշ դեպքերում նաեւ անհրաժեշտություն է լինում միջամտել դեղորայքային եւս, այսինքն հակադեպրեսանտներ նշանակել եւ մյուս հարցը ստեղից կարող է լինել հաճախ ենք ունենում այ դուք գաստրոենտերոլոգ եք, ինչու եք նշանակում հակադեպրեսանտներ, անքսիոլիտիկներ, մենք կարող ենք իրականում նշանակել ըստ բոլոր ուղեցույցների, եթե հաստատված իսկապես ֆունկցիոնալ խնդիրը կա։ Ինչ հետաքրքրական կապ է գլխուղեղի եւ աղու միջև այս խնդիրների առաջացումը, արդյոք ընկած է աղիքի ներվավորման, նյարդավորման ինչ որ խանգարումների մեջ, ինչպես է դա առաջանում։ Այո, այն մեդիատրները, որոնք որ նեյրոմեդիատրները արտադրվում են, հա, որոնք որ բերում են աղիքի գծկողականության խանգարում, մոտորիկայի եւ այլն, շատ կարեւոր գենետիկ մեխանիզմներից մեկն է, քանի որ այստեղ մենք ունենք աղիք ուղեղ առանցքի փոխգործակցության խանգարում, իսկ աղիքը վերջին էլի կոնսենսուսների մեջ նկարագրվում է որպես երկրորդ ուղեղ։ Աղիքի միկրոբիոմը առհասարակ շատ հարուստ կարևոր տեղ ունի մեր առողջության, հա, միկրոֆլորան մեջ եւ այստեղ բազմագործոնային մեխանիզմներ են, քանի որ ոչ միայն վիսցերալ գերզգայունությունն է պատճառ, այլև աղիքի միկրոբիոմի փոփոխությունները, ստամոքսաղիքային տրակտի մոտով այդ էվակուատոր գծկողական ֆունկցիայի խանգարումները եւ իհարկե այս ամեն ինչի մեծ դեր ունի ստրեսը եւ տագնապային խանգարումները, դրա համար հաճախ միայն այդ տագնապային վիճակը հանելուց, այսինքն կորեկցիա անելուց եւ պացիենտին օգնելուց հետո մենք ունենում ենք շատ լավ արդյունքներ հենց մարսողական գանգատների առումով, համար այդ նեյրոմեդիատրները, որ արտադրվում են եւ բերում են այսպես շատ բազմազան ստամոքսաղիքային սիմպտոմների, իսկապես շատ հետաքրքիր մի կարծես հեքիաթային աշխարհ լինի ու բազմազան, դրա համար համ շատ են այս պացիենտները, համ էլ մի քիչ դժվար է վարելը, որովհետև իրենք այսպես ասած հաճախ ունենում են սրացումներ, որովհետև ֆունկցիոնալ խնդիրները անընդհատ են, կարող են անընդհատ պրովոկացվել որոշ գործոններից եւ շատ պացիենտի կյանքի որակի վրա անդրադառնալ ու ճիշտ է, մենք բացատրում ենք, որ հանգիստ եղեք, դուք կյանքի տևողության կրճատում, բարդություններ հիվանդության չեք ունենա, քանի որ ֆունկցիոնալ են, բայց իրենց կյանքի որակը էականորեն նվազում է, ինչը ոչ պակաս կարևոր է ապրել որակով կյանքով, հետևաբար էլի հոգեթերապիա։ Շատ լավ, Արփինե ջան, շատ շնորհակալ եմ այսօր իմ հյուրը լինելու համար, այս անձրևոտ օրը խցանումներով, որ կարողացալ գալ, հասնել մեր ստուդիա եւ այսպիսի հրաշալի ինսայթներով, հայերեն բառը լավ չգիտեմ, կիսվել մեր բուժառուների հետ։ Բարեկամներ, եթե մեր զրույցի ընթացքում լսեցիք մի բան, որը պետք կգար ձեր հարազատներից որևիցե մեկին, կարող է օգտակար լինել,
խնդրում եմ, առաջարկում եմ ուղարկել իրենց այս հաղորդումը, միգուցե ինչ-որ կերպ մենք կարողանանք իրենց առողջությունը բարելավել։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիր, ձեզ հետ եթերում Կարդիոլաբն էր և ես Սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը։ Հիշեցնեմ, այսօրվա իմ հյուրն էր բժիշկ թերապևտ գաստրոէնտերոլոգ հեպատոլոգ Արփինե Սիմոնյանը։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։